Ամենամեծ և ամենածանր ծաղկակաղամբը աճեցրել են Կալիֆորնիայում 2013 թվականին։ Այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, իսկ քաշն էր 31 կիլոգրամ։ Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք խոզի փափկամսով և ծաղկակաղամբով ջեռեփուկ։ Կսկսենք ծաղկակաղամբից, այն եռակի ջերմային մշակման ենք ենթարկելու։ Նախ խաշելու ենք, որպեսզի կիսաեպ լինի, որից հետո ուղարկելու ենք ջեռոց թխվելու, հետո արդեն ջեռեփուկը ձևավորելիս կդնենք և կուղարկենք ջեռոց, այսինքն 3 անգամ։ Սկսենք ինչից։ Սկսենք նրանից, որ հարկավոր է տախտակը տեղադրել։ Ծաղկակաղամբը կտրատում ենք փոքր չափերի, նախ որ արագ եփվի, հետո հարմար լինի ջեռեփուկի մեջ տեղադրել։ Եվ լցնում ենք կաթսայի մեջ։ Այսպես կարծում եմ վատ չի։ Կաղամբի քաշն էր 1 կիլոգրամ։ Համեմում ենք Մարանիկ ընկերության աղով, վրան լցնում ենք եռացրած ջուր, և խաշում ենք։ Մեզ եռացրած ջուր դեռ պետք է գալու։ Թող միանա, դեռ չենք ծածկում կափարիչով։ Սոխերած ենք անում։ Կվերցնեմ 2 միջին չափի գլուխսոխ։ Կտրատում ենք կիսաօղակների և տապակում։ Կտապակենք, Սլոբոդա ապրանքանիշի արևածաղկի բուսայուղով։ Սովորության համաձայն անմիջապես կհամեմենք Մարանիկ ընկերության աղով, քիչ ենք անում աղը, որովհետև կան բաղադրիչներ, որը ավելացնելու ենք ավելի ուշ իրենց մեջ, աղ են պարունակում, դա խոզապուխտն է, դա արգանակն է, աղ, սոդա, շաքարավազով համեմելուց հետո խառնում ենք։ Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ սոխը այդ 3 համեմունքներից ուղղակի հալչում է։ Ավելացնում ենք իբրև համեմունք խոզապուխտ։ Հանենք այն ամեն ինչ մեզ կարող է պետք գալ։ Կվերցնեմ 1, 2, 3, 4, 5 շարդ խոզապուխտ։
կտրատում ենք խորանարդիկների։ Իբրև համեմունք կառաջարկեմ նաև մայրու ընկույզ ավելացնել 50 գրամ։ Մյուս բաղադրիչը, որը կառաջարկեմ, դա գազարն է։ Վերցնում ենք մեկ գազար և կտրատում ենք մանր խորանարդիկների։ Կարծում ծաղկակաղամբը բավական է խաշվում։ Քամում ենք։ Թողնում ենք մի փոքր սառչի։ Որից հետո կհամեմենք, կյուղենք և կուղարկենք ջրոց։ Այժմ տապակվող բաղադրիչներին միանում եմ խոզի փափկամիսը, կես կիլոգրամ։ Կես կիլոգրամ խոզի փափկամիսը, 2 պճեղ սխտորի հետ աղալու ենք, կտրատենք հարմար կտորների։ Անմիջապես փոխում ենք դանակը և տախտակը։ Լցնում ենք տապակի մեջ և տապակում։ Գործ ենք դնում սիրելի ամանը։ Լցնում ենք ծաղկակաղամբը։ Համեմում ենք Մարանիկ ընկերության ծովի աղով, չմոռանանք, որ խաշելու ժամանակ համեմել ենք արդեն աղով, շատ պետք չի անել,
4 պղպեղով, չորացրած ցիտրոնով, վրան լցնում ենք Սլոբոդա ապրանքանիշի բուսայուղ, ձիթապտղի և արևածաղկի խառնուրդ, լավ տակնու վրա ենք անում, որից հետո կլցնենք ջեռոցի տապակի վրա հռած սիլիկոնե գորգի վրա և կուղարկենք ջեռոց։ Հավասար տարածում ենք։ Ջեռոցը կմիացնեմ գրիլ եղանակով 200 աստիճան և կկարմրացնեմ ծաղկակաղամբները։ Կարմրեք։ Անմիջապես հանենք նոր տախտակ, նոր դանակ։ Ավելացնում ենք լոլիկի չիր, ձիթայուղի մեջ, մեկ, երկու, երեք, չորս, 5 շարդ։ Կավելացնեմ նաև լոլիկի մածուկ, մեկ ճաշի գտել, կարմիր կիսաանապակ գինի 50 գրամ, երկու 3 րոպե եփելուց հետո կավելացնենք բրինձ։ Ես վերցրել եմ Մառանիկ ընկերության Golden Thailand տեսակի բրինձը։ Մեկ բաժակ կավելացնենք մեկ լոլիկ, մեկ մեծ լոլիկ, այ այսպիսի քերում ենք,
Պտղակոթը, կլեպը դնենք նետում։ Դու ազատ ես։ Ավելացնում ենք նաև 2 բաժակ հավի արգանակ։ Մարմանդ կրակի վրա եփում ենք այնքան, մինչև հեղուկը քաշվի, ծածկենք կափարիչով։ Թող սա եփվի, կարմրի ծաղկակաղամբը մենք հավաքենք սեղանը, որից հետո կհանդիպենք։ Այժմ մնաց պատրաստել սոուսը։ Սոուսի համար 2 ձու ենք հարում։ Անմիջապես կհանեմ Մարանիկ ընկերության աղով։ Ավելացնում ենք 250 մլի կաթ։ Համեմում ենք Մարանիկ ընկերության քրքումով։ Քերում ենք 150 գրամ հոլանդական պանիր, մեծ անցքերով, և հավաքում ենք ջեռեփուկը։ Նախ ջեռոցի տապակը յուղում ենք Սլոբոդա ապրանքանիշի բուսայուղով, լցնում ենք ծաղկակաղամբը, առաջին շերտը ծաղկակաղամբն է։ Հավասար տարածում ենք։ Վրան լցնում ենք հոլանդական պանրի մի մասը, կարելի ասել 1/3-ը։ Մի փոքր սոուսից խոզի մսով խճողակը, սա էլ ենք հավասար տարածում, գթալով խոռոչներ ենք առաջացնում, լցնում ենք մնացած պանիրը, լցնում ենք մնացած սոուսը, այսպես հավասար, և ուղարկում ենք ջեռոց։ Վրան կարելի է Մարանիկ ընկերության քունջուտ շաղ տալ։ Ջեռոցը միացնում ենք 190 աստիճան և ջեռեփուկը եփում ենք այնքան մինչև կարմիր կեղև կապի, որից հետո
կմատուցենք, մատուցելիս կարելի է զարդարել թարմ կանաչու տերևներով։ Խոզի փափկամսով եւ ծաղկակաղամբով ջեռեփուկ։ Ծաղկակաղամբը բաժանել փոքր կտորների, աղաջրում եփել։ Եփելուց հետո քամել։ Համեմել ծովի աղով, 4 պղպեղ համեմունքով, չորացրած ցիտրոնով։ Վրան բուսայուղ ցողել, տակն ու վրա անել։ Դնել ջեռոցի նախապես սիլիկոնե գորգ կամ յուղաթուղթ փռած տապակի վրա։ Ջեռոցում գրիլ եղանակով եփել այնքան, մինչև կարմրեն։ Բուսայուղ տաքացնել, կիսաօղակների կտրատած գլուխսող տապակել։ Համեմել մի փոքր աղով, սոդայով, շաքարավազով։ Ավելացնել խորանարդաձև կտրատած խոզապուխտ, մայրու ընկույզ, մանր կտրատած գազար։ Խոզի փափկամիսը կտրատել, սխտորի հետ աղալ, ավելացնել տապակվող բաղադրիչներին։ Ավելացնել նաև զիթայղում մարինացված լոլիկի չիր, լոլիկի մածուկ, կարմիր կիսաանապակ գինի, բրինձ, խառնել։ Ավելացնել քերած լոլիկ, հավի արգանակ։ Մարմանդ կրակի վրա եփել այնքան, մինչև հեղուկը գոլորշիանա։ Սոուսի համար ձուն համեմել աղով, հարել։ Ավելացնել կաթ, համեմել քրքումով։ Ջեռոցի տապակը յուղել բուսայուղով, լցնել ծաղկակաղամբ, հավասար տարածել։ Վրան լցնել քերած հոլանդական պանիր, սոուսից, խոզի մսով խճողակը, կրկին հավասար տարածել։ Գդալով խոռոչներ առաջացնել, լցնել քերած հոլանդական պանիր, մնացած սոուսը։ Վրան քունջուտ շախտալ, ուղարկել ջեռոց։ 190 աստիճան տաքությամբ ջեռոցում եփել այնքան, մինչև կարմիր կեղև կապի։ Մատուցելիս զարդարել թարմ կանաչու տերևներով։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք տավարի փափկամիս, քաղցրև կծու պղպեղներ, լոլիկ, սլոբոդա ապրանքանիշի մթերք եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք հանդիպենք, երբ կհանդիպենք։